Սեպտեմբերին արդեն զորքերը մտնում են Հայաստան։ Միտե սա առիթ չէ, բաղա, որի ամերիկացիներ չեն մասնակցում, ես ինչ ես անում։ Իմ էլ պայմանագրեր ընկնում, բայց զորքերը Քովը օրինական իշխանություններ։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ մոտրոսի հիմնադարարը Թուրքիան դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներից եւ դոզանով նոր վերականգնել է։ Ինչքանով իրավարարություն ունի Սեվրի պայմանագիրը, որը խնդրել է Թուրքիան, այդ ցույցի։ Այո, որտեղ պարտված երկրի նախկին այդ իշխանությունը, նախկին իշխանությունը պարտավոր է ստորագրել եւ ավելացել, որ արել է։ Նույն հարցը մենք կարող ենք տալ ինչ իրավունքներ դեպքում Գերմանիայի կնքած երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պայմանագրել է, որը նույն ձևով է կատարվել եւ բոլոր պատերազմներից հետո, այսինքն հարցը հետեւյալն է, թե հիշում եք, կարծեմ Կեյտել եկավ զինադադարը կնքելու եւ անգամ աթոռ չտվեցին։ Այսինքն պարտվող կողմը ունի մեկ իրավունք, ընդունելու իր պարտությունը, ինչ որ կտան, ինքը անգամ բանակցելու, առարկելու իրավունք ունի եւ երկար ժամանակ Փարիզում քննարկվում էր, երբ որ օրինակ թուրքական պատվիրակությունը, ոսկե գնում օրինական խնդրեց, որ իրեն մեկ ամիս ժամանակ տրվի, որպեսզի ինքը հանդես գա առարկությամբ, նույն մեծ ուժերի մեջ քննարկում էր գնում, իսկ արդյոք արժի տալ, թե չկա, իսկ իրանք ով են ընդհանրապես, որ իրանք թողեն, իրանք գան խոսան։ Եվ ասին դրա թուրքականները նույնն եղավ, եկան, կանգնած, կանգնած կխոսակ, կգնաք, եւ իրանք խոսացին, ասացին, լսեցինք, բայց ձեր ասածները չեն ընդունում հեքիաթները, որտեղ դեռ եթե կարդաք շատ հետաքրքիր բան կա։ Այսօրվա ժողովականությունը որ կա ցեղասպանության, ըստ էության այդ ճառով է հիմք դրված, որ հայերը անցան այդ շտամիների կողմը եւ այլն, մեղավորը մենք չենք, մեղավորը իթիհադն է եւ մյուսները այդ բանը։ Իսկ դա օրինակ է, ասենք դու կնքել ես, դու պարտվել ես, դու ճանաչել ես քո պարտությունը, բնականաբար արդեն հաղթողները կորոշեն, դու կվավերացնես բան։ Իմիջիալոց Գերմանիայի օրինակ երբ որ բերում ենք օրինակ Չերը գիտեն, որ Գերմանիան որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ վերականգնվել է միայն 1991 թվականին։ Ինչ այ Գերմանիան 4 օկուպացիոն զոնաների էր բաժանված, եւ այդ զոնայի բաժանումը 45-ից մնացել էր։ Դուք մոռանում եք, եւ Գերմանիայի միավորումը այդ ուշադրություն դարձրեց ում կողմից է ավերացվել։ Այդ 4 հաղթող երկրների կողմից, որոնք 4 իրար մեջ պայմանագիր կնքեցին եւ դադարեցին Գերմանիայի օկուպացիան։ Դա օկուպացված անկախ նրանց չէ թվում չէ Ֆերգե, ինչ երկիր միջազգային առումով նա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չէ։ Նա միայն վերականգնեց իրենց Չէ մասնակցում էր, բայց լիիրավ սուբյեկտ չէր, որովհետև նա օկուպացիոն 4 զոնաներ էր բաժանված, որի մի զոնայի վրա Սովետը ստեղծեց ԳԴՀ-ը, որը 75-ին արդեն ճանաչվեց, մյուսները միայնացին, բայց օկուպացիոն ռեժիմը պահպանվում էր։ Դորից եմ գրում դա վերացավ միայն 91-92 թվականին քառակով համաձայնագրով։ Իսկ ձեր ասած հետևյալն է, զինադադարը պարտությունը ստորագրել է երկրի օրինական իշխանությունը Հայաստանի վրա է հարձակվել թեմալական ապստամբները, որոնք հենց նույն իշխանության կողմից դատապարտված էին մահվան, դա օրինական ուժերը չի։ Այդ հարցը մենք պետք է բոլշևիկներին։ Քչերը գիտեն, որ նույն Սիմեոն Բուդյոնին 19 թվականի մայիսի վերջին հանդիպեց Սամսունում Աթաթուրքի հետ, Բուդյոնին մոր կողմից քուրդ էր եւ բավականին լավ քրդերեն գիտեր։ Եվ պայմանավորվեցին զենքի մատակարարման։ Ես ինքս տեսել եմ ամերիկյան հետախուզության հաշվետվությունները, Մոզերի, որը Թիֆլիսում հիպատոսն էր, որը գրած է թե բոլշևիկները Տուապսեից Տրապիզոն ինչքան զենք էին փոխադրում, որորի նշանով։ Պարզապես խնդիր առաջացավ, երբ որ քեմալականները դրեցին, որ ծովային փոխադրումները բավական չեն, որպեսզի իրանք կարողանան անտանտի դեմ եւ որոշվեց օգոստոսի 26-ին ստորագրվեց գաղտնի համաձայնություն քեմալականների եւ բոլշևիկների միջեւ, իմիջիալոց քեմալականների կողմից ստորագրվում է Էնվեր Փաշաներ, Ալի Մականնով, այդ փաստաթղթերը կա, ես ունեմ գոնե պատճեններ, ամերիկյան համապատում են, որոնք ամերիկացիները ժամանակին, երբ որ Գերմանիան գրավեցին 45-ին, ամբողջ փաստաթղթերը տարան, պատճենեցին եւ ուղարկեցին, դրա համար այսօր դա մատչելի է։ Հա, որ պայմանավորվեցին, որ Արաքս Ախուրյան գետով դիտիսեն բոլշևիկներն ու քեմալները եւ դրա այդ պատճառով որ սեպտեմբերին հարձակման անցած։ Այդ սեպտեմբերի հարձակումը ինչքան էլ օրինակ եթե կարտակ հիմա սովետայի դերականության մեջ էլ դաշնակների ավանտյուր այլ հայերը մտանուտից սա հեքիաթներ է։ Կամ նա վերցնել այդ գաղտնի համաձայնագիրը եւ տեսնել որ դա պայմանավորվել է օգոստոսի 26-ին։ Կարծում եմ պահպանված է նամակը Էնվերի։ Դե արդեն խոսում են։ Հետեւաբար նախ առաջինը ամերիկան օրինական իշխանություններ Եվ նա չէր կարող բարբարոսի նման վարներ ոնց որ քեմալականները, այսինքն ոնց որ դուք եք ասում, ինչ ասել։
Հեններ Վիլսոնը այսինքն սենատի առաջ, գիտեք, սենատը պիտի 2/3 համաձայնություն տա ցանկացած արտանի։ Ասել ինչ եմ ասում, ես զորք եմ ուղարկում առանց պատերազմ հայտարարելու, կամ պատերազմ հայտարարելու ինքս Խնամակն ոնց քանի որ դիպն է հանձնարարել Հայաստանի հետ գործած է չշփավ։ Հա, ասում է ճնշում, ասում է սենատ ինձ համաձայնություն տվեք մանդատը ստանձնել։ Եթե դուք ինձ համաձայնություն տաք մանդատը ստանձնել, ես մանդատի պատճառով կկարողանամ զորք ուղարկել։ Յանը ասում են չէ, դու չես կարող մանդատը ստանձնես, որովհետև դու չես մենք չենք վավերացրել ազգային լիգայի կանոնադրությունը։ Այդ է խնդիրը։ Կան օրինական սահմանափակումներ, ես հասկանում եմ, որ մեր նման երկրում դժվար է հասկանալ, թե մարդիկ ոնց կարող են գործել օրենքի շրջանակներում, բայց օրենքի շրջանակներում են մարդիկ գործում եւ չեն կարող։ Այդտեղ հիմա չխորանա մանրամասների մեջ, օրինակ այնտեղ կար իր օգնականի օրագրի մեջ գրածա, որ Վիլսոնը եկավ եւ ասեց բարձի աստվածաշունչ է հունիսի 1-ին, այս ինչ տողը եւ կարդա եւ կարդացին աստվածաշունչը տողերը, որ կզոհվեց, չգիտեմ, սաղմոսից ինչ-որ բան, որը կարդնեք իսկապես այդ վիճակի մասին այդ հայաստանյան, այսինքն եւ այլն, դա էմոցիոնալ պահերն են, դա հետաքրքիր է դեպքի մեջ, բայց դա էության մեջ իրավական կարգավիճակին չի փոխում։ Այսինքն օրինական գործող իշխանությունը պիտի գործի օրենքի շրջանակներում, նա չի կարող անգամ հանուն վեհ եւ մեծ գաղափարի խախտի օրենքը։ Պարոն Պապյան, համաձայն չեք, որ եթե ասենք գերտերությունները որոշեն, որ Թուրքիան պետք է տրոհվի, ընդհանրեն բաժանեն, թուլացնեն, իրանք մեզնից ավելի շուտ կհիշեն համ Վիլսոնին, համ Սևրի պայմանագիրը, իսկ մենք մենակ մեզնով ինչքան էլ ինչ դատարանել լինենք, ոչ մի արդյունքի չենք հասնի, քանի որ այդ որոշումը չկա գերտերությունների կողմից, այսինքն մենք կոպտաստից ավելի կբզբզենք Թուրքիային, ավելի կդժվարացնենք, այսինքն փաստացիներ 4 հարևաններից 3-ի հետ հիմա ունենք տարածքային վեճ կամ պահանջ, գոնե այս պարագայում ավելի լավ չի կոնկրետանանք հերթով խնդիրներ լուծելով գնանք, քան 3 ֆրոնտով կամ 4 ֆրոնտով մենք մեր գործերը բարձրացնենք։ Ես հարցի պատասխանելով նրան ճշտեմ, ինչ է նշանակում կհիշել, այդ եմ ուզում իմանալ։ Այսինքն ոնց կարելի է հիշել մի բան, որը չի տպագրվել, որը չի եղել։ Երբ որ սա տպագրվել է առաջի անգամ եւ իմ կողմից, իրանք սա չեն էլ տեսել։ Ամերիկացի չգիտեն սա։ Ուդրոյցոն մասին չգիտեն, բայց ամերիկյան մասին չկա խոսք։ Չկա դրա մասին, որտեղ որ ասում են գերտերությունները մարդիկ են։ Մարդիկ էլ իմ նման ձեզման մեկը նստած աշխատում ավելի լավ ամերիկացիներին հիշեցնեն, քան թե Կարծեմ, իհարկե հիշեցնում են, ամեն որ դուք ասում եք, միջազգային հարաբերություններ, որտեղ չեք աշխատել դրա մեջ, ես կյանքիս կեսը դրա մեջ եմ անցկացրել, դա ինչ է։ Նստած եմ մի հատ երրորդ քարտուղար, միած են սեղանի շուրջ, որը նայմա ժամացին, հեսա 15 րոպեից պետք է ինքը նստի իր գունը, որտեղ տղերքը գնա պիվա խմելու, հասկանում ես, իրան հանձնարարել են ինչ-որ մի բան գրելու։ Ինքը որտեղ որոշում կայացնողն ինքն է, այդ desk officer-ն է, նախարարը չի, նախագահը չի, որտեղ որ նախագահը բան է որոշում, հանձնարարում է նախարարին, նախարարը հանձնարարում է վարչապետին, վարչապետն սա գալիս է, այստեղ desk officer-ների վրա, դրանք որոնք գործ անողներն են։ Հիմա եթե դու իրան այս գիրքը տվել ես, խոսացել ես հետը, ինքը կարող է մի պահ հիշի, ասի նոր ինչ որ մեկ եկել էր, ինչ որ բաներ ասում, դա էլ գիրք կա, գնա բացի եւ դեպի վերև գրի, որ որպես լծակ Թուրքիայում, դա ձեր ասած է, որ տրոհման, մենք այս լծակ ունենք։ Հիշի եւ կգրի այդ դեպքում կարող է վերևներում կարդան, ասեն Ռուդոլֆ արբիտրը, որ ասեն մի հատ խորացեք այդ ինչա։ Բայց որովհետեւ դուք այդ կայծը տակ, դուք այդ պետք է անեք, որտեղ եթե դուք դա չանեք, ոչ մի ամերիկացի, գերմանացի, ֆրանսիացի չի գնելու արխիվներում քրքրի սատկանի եւ դա անի։ Նույնն էլ Քրդստանի համար։ Դրա համար քրդերը մեզանից խելոք են վարել։ Քրդերը մի քանի հատոր իրավական փաստաթղթեր ունեն տպած, որը այս կամ այն չափով իրաց իրավունքներն է փաստում։ Մենք առ այսօր ոչինչ չունենք։ Մենք առ այսօր հայերս չունենք որևէ փաթեթ, որը տպած ունենք, որի մեջ մեր իրավական իրավունքները ինչ որ ձևով ամրագրված են։ Լավագույն տարբերակը հիմա միջազգային դատարան դիմելն է ՄԱԿ-ի, թե ավելի շատ աշխատել հենց այդ ուղղությամբ։ Հիմա շարունակությունը։ Ուրեմն նախ ասեմ, որ մենք որ ասում ենք 4-ից 3-ի նկատմամբ տարածքային հավաքություններն ենք, մենք չունենք։ Մենք խնդրում ենք կամ պահանջում ենք ավելի ճիշտ, որ այդ 3 հարևանները, որոնք օկուպացրել են Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետև ձեր ասած հավաքություն պրետենզիա, նշանակում է դու Իրանից ուզում ես ինչ որ իրավողը։
Մենք դեօկուպացիայի հարց ենք դնում։ Այսինքն մենք ասում ենք, որ իրավական առումով այս հողը մերն է, դու ախպեր ջան, դեօկուպացիա է, դա նույնն է, որ դու ունես սեփականության վկայական ինչ-որ մի բնակարանի, հարևանդ եկե գրավել է կողքի, այսինքն երկու սենյականոցը, մի սենյակն է քեզնով է, դու հիմա եթե գնում ես դատարան եւ պահանջում ես, որ այդ դահկից գան իրանց էցելով այդտեղից հանեն երկու սենյակը, դա արդյոք դու պրետենզիաներ պես է նկատվում, ոչ, դու վերականգնում ես քո իրավունքը։ Մի անգամից իրեք բնակարանի համար կռվել, այդքան հեշտ չէ, էլի։ Չէ, բայց դու չես կռվում, հենց խնդիրն է չես կռվում, սա առաջին։ Իսկ որ ասում ես հերթով հարցերը լուծելով գնանք ու ժեղանանք, դա էլ պատրանքներից հետևյալն է։ Եթե մենք կարողանանք փոքր, շրջափակված, լեռների մեջ ծավալած, ոչ մի ռեսուրս չունենալով ուժեղանանք, գուցե ճիշտ կլներ։ Պատմությունը հակառակն է ցույց տալիս։ Եթե մենք չլուծենք այս հարցը, մենք սա էլ չենք ունենա։ Քո աչքի դիմացը կներես, քո աչքի դիմացը երկիրը դատարկվում է եւ քայքայվում է։ Եվ եթե մենք այս չլուծենք, այս երկիրը ոչ միայն չուժեղանա։ Ես քեզ կարող եմ ասել, այս երկիրը պարզապես կդադարի գոյություն ունենաց քո եւ քո սերնդակիցների կյանքի ընթացքում։ Այս հարցը, այն մոլորությունը, որ ոմանք ասում են, որ ուժեղացնենք, դե ուժեղացնել, ո՞նց է ուժեղացնել, այդ նույնն է, բարձ օրինակ բերեմ։ Մենք ունենք մի հատ իրա, չգիտեմ, բուդկեն եւ կողքը, չգիտեմ, City, Երևան City բանա։ Ասում ես թող ես բուդկեն մեզ լավ աշխատացնի, որ սննկացնի լպիկին։ Հետո մյուս կանենք, այդպես չի լինի։ Դու պետք է որ այդ ձևը, այսօր մենք թիզուկես երկիր ենք 23 միլիարդ դոլար բյուջե ունեցող, որ այսօր արդեն չենք կարողանում հավաքենք։ Վաղ այսօր չենք կարողանալու հավաքենք։ Մեզ մոտ եթե 85 ծնվում էր 80,000 երեխա, այսօր ծնվում է 40,000 դրա կեսը։ 20 տարի հետո դրա կեսն է ծնվելու։ Այսինքն դու ո՞նց ես ուժեղանալու։ Եվ որ Ղարաբեկիրն ասում էր մենք ստեղծենք ոչ կենսունակ Հայաստան, սրա համար էր ասում։ Որտեղ այս երկիրը ոչ կենսունակ երկիր է։ Այս երկիրը կարելի է լավ կառավարել եւ 23 միլիարդի փոխարեն բյուջեն կրկնա պատնել հասնել 5 միլիարդի, բայց 5 միլիարդն էլ ոչինչ է։ Դա էլի փող չի։ Նման երկիրը առնվազն 100 անգամ ավելի պետք ունի։ Ինքը առնվազն մի քանի 100 միլիարդ դեպի փող դնես, որ այս երկիրը լինի։ Հասկանում ես։ Այս հարցն, այսինքն կարելի է ցանկությունների ոլորտով գնալ։ Դա նման է հետեւյալի։ Դու ունես մի հարազատ, Աստվածաշանի, որը ծայրահեղ մահամերձ վիճակում է, եւ դու ունես ընտրություն։ Դու կարող ես շարունակես իրան դեղեր տաս, ինքը ապրի։ Բայց դա տանելու է հաստատ մահվան, որտեղ միայն վիրահատական միջամտությունը կարա փրկի։ Բայց վիրահատական միջամտությունը ռիսկի հետ է կապված։ Կարող է վիրահատականը լավ ավարտվի, կարող է չավարտվի, բայց միակ շանսը դա է։ Ընտրությունը քոնն է։ Մենք կարող ենք ոչինչ չանել։ Բայց ես երաշխավորում եմ ձեզ, ոչինչ չանելու պարագային այս երկիրը 30 տարվա կյանք ունի։ Այս երկիրը տիշնի 1.5 միլիոն, մենք սպասարկենք մի հատ ռուսական բազա, իր ռակետներով բան, հա, մի քանի կլինի մեծահարուստ, որոնք իրանց հարենի համար ինչ-որ աղջիկներ միևնույն կարան ճարեն եւ տղերքի համար մի քիչ համբալներ կճարեն եւ վերջ, բայց պետություն դու չես սննի, որովհետեւ պետության համար դու ունենաս փող, զինվոր, տնտեսություն, չգիտեմ, գաղափարախոսություն, սա է կարեւորը։ Եթե հնարավոր լիներ, որ այս երկիրը հզորացնել է, մենակ հզորացնեն, ինչի չեն արել։ Երեք հատ նախագահ 20 տարիա երկիր ենք։ Ինչի չեն հզորացնում, թող հզորացնեն։ Բայց այդ տարբերակով էլ մենք հույս դնում ենք, որ ուրիշները պետք է մեր։ Չէ, մենք հույսը չենք դնում ուրիշների վրա։ Մենք այդ ուրիշներին ասում ենք, որ եղբայր, այսինքն շանս կա, երբ որ դուք ուզում եք, որ Թուրքիային, որ այսօր ձեզ չի ենթարկվում եւ փոչա խաղացնում, խեղճացնեք, մենք ձեզ ուղի ենք առաջարկում։ Իհարկե, մենք ինքներս չենք կարող այդ հարցը լուծել, բայց մենք կարող ենք գաղափար տալ, կարող ենք ուղղություն տալ, որտեղ հարցը շատ պարզ է։ Ցանկացած հակամարտություն կարելի է լուծել 4 եղանակով կամ դրանց համադրությամբ։ Քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրավական։ Միթե պարզ չի, որ առաջի 3-ով մենք Թուրքիային չենք կարող հաղթել։ Այլ դուք ասում եք մենք քաղաքական ձևով։ Արդյոք, չգիտեմ, այդքան միամիտ մարդկարակին մտածի, որ մենք երբևէ կարող ենք քաղաքական առումով ավելի կարևոր լինենք աշխարհի համար։ Մենք քան Թուրքիան։ Հենա Ջոն Քերի օրինակը ցեզ օրինակ։ Քերի էր, չէ՞ մեր համար։ Հենց դարավ state secretary, մեր եղբայրեր, մեր փողերն էր ուտում, հայրս նվիրատվություն, օրը մեջ ասում էր ցեղասպանություն։ Հենց դարավ պետքարտուղար, բնական է Ամերիկայի համար քաղաքական առումով դարձավ Թուրքիան ավելի կարևոր, ինքն էլ հետ կանգնեց։ Հետևաբար քաղաքական ռազմական իրավաբանով
տնտեսականով չես կարող լուծել, մնաց քո ուղին իրավականը։ Հիմա իրավականը ինչքան էլ ուզում է քաղաքական մտադրություններով լուծվի, ինչ որ շարժառիթները քաղաքական լինի, նա գործում է որոշակի դաշտի մեջ։ Իսկ որոշակի օրենքներ կա, որը չի կարող մեկնաբանի։ Մյուս կողմից դուք հարցը չեք դնելու, տեսեք, դուք հարցը չեք դնելու հողային պահանջատիրության հողի վրա։ Դուք դրա կարիքը չունեք։ Դուք հարցը պտտեք այս 36-րդ հոդվածը, սա ՄԱԿ-ի միջազգային դատարանի ստատուտի 36-րդ հոդվածն է, որի երկրորդ մասը իրավունք է տալիս իրավական եզրակացություններ տալ, որոշել պայմանագրերի իրավական փաստաթղթերի կարգավիճակը։ Այս երկրորդ կետն է, միջազգային իրավունքի ցանկացած հարցը։ Դուք իրան որպես ՄԱԿ-ի անդամ երկիր 65-րդ հոդվածի վրա, այս սա 65-ը, որը խորհրդատվական կարծիք է հասնում, կամ Թուրքիայի միասին 36-րդը դիմում եք մի հարցով։ Արդյոք Վուդրո Վիլսոն իրավարարը վճիռը 22 նոյեմբեր օրինական է եւ ուժի մեջ է, թե ոչ, այդ հարցն է։ Ոչ թե որ դուք տարածքային պահանջներ ունեք։ Այնտեղ նստած է 15 հոգի մարդ, որոնք պետություն չեն ներկայացնում, որոնք իրավաբաններ են, եւ իրանք ինչքան էլ ուզենան ներկայացնեն ինչ-որ մի բան, իրանք պետք է առաջնորդվեն, օրինակ, այս եմ ուզում գտնել, այս կոնվենցիայի այս կետով, որն ասում է, որ բաները լուծվում է definitely and without appeal, այսինքն լուծվում է մեկընկնիշ, հստակորեն եւ առանց մեկնանա։ Սա է։ Ինքը ինչ պետք է ասի իրավաբանը, որ այս կոնվենցիայի դեմ խոսա։ Ինքը չի տանելու հարցը քաղաքական դաշտ։ Գիտեք, ինձ բոլոր քննարկումները ինչ է ցույց տալիս այստեղ։ Հայաստան դրսում չէ, հետաքրքիր է, որ դրսում ավելի իրավական բան է, որ հարցը տարվում է իրավական դաշտից միշտ քաղաքական դաշտ կամ ռազմական դաշտ։ Կամ պատմական դաշտ, այսինքն տարվում է, տեղը շատ հին տրյուկ է, այսինքն չէ, այդ հին տրյուկ է, քաղաքական հետևանքներն ուրիշ է, բնական է քաղաքական հետևանքներ, բայց դու պետք է պահես քո պայքարային դաշտում, որտեղ դու ուժեր ես, դու հենց մտար քաղաքական դաշտ ու պարտված ես։ Այ մեր ամբողջ սխալը ցեղասպանության էս ամբողջ ճանաչման դուրս գելն է, որ մենք իրար դեմ պայքարում ենք քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտում մենք ինչ են, իրանք մեզ պարբերաբար սենց բան են անում, տակ պահելու համար պրոցեսը չեն շարունականում, որ մենք տակ մնանք, մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացնում ենք մի պայքարի վրա, որը ի սկզբանե հայտնի է, որ ոչ մի իրավական հետևանք չի ստեղծում, որտեղ խորհրդարանի հայտարարությունը որևէ իրավական հետևանք չունի, բայց դրա փոխարեն մենք 50 տարի կորցրել ենք, չհաշված մի քանի 100 միլիոն դոլար փող ենք ծախսել ամբողջի վրա, չէ՞։ Մենք քերի ենք պաշտպանել, դոլ ենք պաշտպանել, չտե մյուս ենք պաշտպանել, այդ մի քանի 100 միլիոն դոլարի մի չնչին մասը դնենք մի տասնյակ միլիոն դոլար էս տարվա մեջ, երկու լուրջ իրավաբան վարձենք, վաղուց այս ամենը արդեն բանարած կներ, այսինքն կդրած կներ են, սուտը որ արդյունք ունենային։ Հարցը հետևյալն է։ Մեր ազգային պետականությունը 20 թվականին ստացել է այնպիսի վերքեր, որ անհամատեղելի է պետական գոյության հետ։ Այդ վերքերի պատճառները հիմա այդ վերքերի պատճառները գնացիկ պատմական դաշտ։ Ինչ կապ ունի պատճառներն ինչա։ Դավաճանային, սրիկային, հա պատճառները ինչ կապ ունի։ Մեզ ոչ թե պատճառներն է պետք, մեզ պետք է այդ վերքերի ապաքինման ուղին գտնենք։ Այդ մնացածը կարող նստեն 5 հոգի դիսերտացիա նստեն կոչումներ ստանան, բայց դա էական չի, ելի եմ ասում, էական չի, Ալեքսանդրապոլի պայմանագիրը Խատիսյանը ստորագրեց, որտեղ ինքը կեղտոտ դաշնակ է, թե տգետ է, դա կապ չունի։ Կարևորը ինձ համար է, որ տվյալ պահին իր կարգավիճակը անօրինական է։ Նույն ձևերել կարևոր չի քեմանականները, որ չգիտեմ հերոսային, ազգային են, բան դա էլ կապ չունի։ Ուզում եք վերլուծեք պատճառները, վերլուծեք, այդ ուրիշ հարց է։ Դրա համար էլ գոյություն են գիտահետազոտական ինստիտուտներ, պատմության նստեք ուսումնասիրեք։ Մեր խնդիրը դա չի։ Մենք ունենք մի բան, մենք վատ լավ ունենք մի փաստաթուղթ։ Մեր խնդիրն այդ փաստաթղթի կարգավիճակը այսօր կրկին անգամ հստակեցնել եւ առաջ գնալ։ Այսինքն մենք ունենք այսօր մի հատ կադաստրի թուղթ, սեփականության վկայական, որը ասում է քո տունն է։ Այս տունը ինչ որ մեկի անունով է։ Հիմա մարդիկ ասում են, չէ, գիտես ինչա, փոխվել է այդ կադաստրի թղթի ձևերը, 1000 մի բան է, հիմա դու ինչ պետք է անես։ Դու պետք է գնաս այն դատարանը կամ այն վարչական մարմնի մոտ, որը պիտի վերջնական եզրակացություն տա, քո ունեցած թուղթը օրինական է թե չէ։
Մնացածը թե ինչի է տեղի ունեցել այդ աղճատում իրավական հիմքերի, չգիտեմ, ժամանակի ինչ-որ ամուսիններ են վիճել, քեռու տղերք են վիճել, թղթեր են կերտել, իրական չի, դա նախընթաց է։ Էլի եմ ասում, այդ վերլուծել հասկանալու է, դա կապ չունի։ Եվ ինչ ես ասեմ, այդ վերլուծությունները մեծ մասամբ սխալ է գնում, որտեղ մի միտում կա, ցույց տալու, որ մենք ենք սխալվել։ Լուրջ ուսումնասիրություն ցույց տալիս, որ ինչ որ եղել է այն ժամանակ, դա եղել է միակ հնարավոր տարբերակը մի համար, այսինքն մեզանից բան կախված չէ։ Երբ որ 19 թվականին բոլշևիկները կոնտակտի մեջ մտան եւ քեմալականները պայմանավորվեցին, զենք տալ եւ Հայաստանը տրոհ, ինչ պետք է անել։ Պատճառները։ Այդ պատճառը ինչ պետք է անել։ Նրանք ուզում են համաշխարհային հեղափոխություն անեն բոլշևիկները եւ իրենց համար քեմալականները լավագույն ուժն էին։ Հիմա իրանք ուզում են մուսուլմանական աշխարհում հեղափոխություն անեն, բնականաբար Ղարաբաղը տային Ադրբեջանին։ Վերջացա, որովհետև իրանք մուսուլմանները դիսիրաշային որ համաշխարհային հեղափոխություն ինչ ուզում ես դու արա։ Ասում են այս չարեցին, լավ էլ արել են, լավ ինչ են արել, այսինքն այդ հակադրվելու պահին։ Միակ մարդերը նեժներն են, որ զգաց այդ ամբողջ խոսակցությունները ավարտել կրվեց։ Ղարաբաղցիները ինչի ուժեցին, որտեղ ղարաբաղցիները հավատացին բոլշևիկների խոսքին, իշեք Ղարաբաղը ռազմական պարտություն չկրեց այդ ժամանակ, չէ։ Եղավ ճիշտ Շուշիի կոտրել, բայց նրանք չպարտորած չէին, իրանք էին վերահսկում։ Եկան բոլշևիկները խաբեցին, ասեցին ես կտանքեն կանեն, խաբեցին, սրանք էլ զենքերը վայր դրեցին, եկան միավորեցին։ Ինչի համար։ Ջա մեզ չէին սիրում դրա համար, չէ, ուզում են համաշխարհային հեղափոխություն անեն, որ այդ դեպքում թուրքերը եւ մուսուլմանները իրանց պետք էին։ Սա է հարցը։ Այո։ Պարոն Պապյան, բացի այսօրվա հանդիպումը ես ձեր գործունեությանը լավ ծանոթ եմ, ձեր աշխատություններից տեղյակ եմ, ձեր հետ այդ հարցերով իհարկե իրավական բնորոշումները միջազգային լրիվ այդ ամեն ինչը ինչ-որ վիճարկել պետք չի, բայց վերջին 100 տարին, որի մասին խոսում էր, 100 տարում իհարկե փորձը ցույց է տալի, որ այդ իրականությունը մեր համար ավելի առաջնային է, քան այդ իրավական միջազգային դու ձեր գրքի մեջ եք նշում, որ պատմական արդարություն եւ այլ դա մենակ զգացմունքային մտազերում է։ Քիչ առաջ դուք էլ այդ իրականությունը լավ բացատրեցիք, մի քանի խոսքով մեր վիճակը ոնց է։ Հիմա այս վիճակ, որ աներանելի է, արդեն դուք էլ թվերը նշեցիք, թե ամեն պարագային։ Հիմա ռեալ լուծումը, այս կամ լուծումը ոնց պիտի տալ, ոնց հասնել դրան այն պարագային եւ նույնիսկ Ղարաբաղի հարցում ժամանակը իմնաս մեզ է աշխատում։ Նույնիսկ Ղարաբաղի հարցում այդ պայմաններում Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ այդ ռեալ ավելի ոնց իրականում առանց այդ իրավական բնորոշումների եւ այդ ճանապարհը որն է ձեր կարծիքով։ Թե այսինքն ես հարցը չեմ ասում, ռեալը իրականում հետեւյալն է։ Ադրբեջանն ասում է, որ այս Երևանի խանությունն է, ես պետք է գրավեմ Երևանի խանությունը։ Այս իմն է, ոչ միայն Ղարաբաղը էսա, ձեզ պետք է կոտորեն գցեմ ծովը թափեմ։ Այն մեկն էլ ասկայինն է, իրողությունն է դա։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, ես չեմ հասկանում, այսինքն կա իրողություն է դա, իրողությունն է, որ մեր զինվորը այսօր կանգնած է սահմանին, սահմանատան, դա է իրողություն։ Բայց իրողությունն Եվ շրջափակման մեջ է պահում մեզ։ Սա չի խանգարում, եթե մարդիկ կան, որոնք ուզում են Հայաստանում ժողովրդավարություն հաստատեն, սա չի խանգարում հաստատել։ Եթե մարդիկ կոզում են Հայաստանը հզորացնեն, էլի թող, սա ինչ է խանգարում, ես չեմ հասկանում։ Բայց փորձը ցույց է տալիս, էլի եմ ասում, 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ չի կարող երկիրը, նորից եմ կրկնում, չի կարող երկիրը լինի հզոր, որի համար ինքը հիմքեր չունի։ Ի վերջո կա Ռեյքլեյնի բանաձև, որն ասում է, որ երկրի հզորությունը հավասար է երկրի տարածք եւ ժողովուրդ, գումարած տնտեսություն, գումարած ռազմական հզորություն, այդ ամբողջի գումարը բազմապատկած ստրատեգիական նպատակի եւ դրա իրական կամքի գումարով կա թվաբանական բանաձև չկա մեր երկրում։ Չէ՞ որ չկա այդ բանը, մենք երբ որ դու չունես տարածք եւ բնակչություն, այդ առաջի պարամետրն է, դու ինչ ուզում ես արա, վերջնական թիվը փոքր է ալնելու։ Այսինքն դու պետք է ունենաս տարածք եւ բնակչություն։ Այդքան միամիտ չէին թուրքերը այն ժամանակել եւ հիմա այդ բաները, սա շատ միանշանակ համաձայն եմ ձեր հետ, բայց լուծումը դրա խնդրի լուծումը է։ Դե եմ ասում, խնդրի լուծումը շատ պարզ է։ Խնդրի լուծումը դու կվերականգնես քո իշխանությունը այս տարածքի վրա, բայց դա հնարավոր է, դա իրական։ Այո, իրական է։ Հələ չենք դիմել, պիտի դիմենք նոր, տենանք իրականա թե չէ։ Կամ կվերականգնես քո իշխանությունը այս տարածքի վրա, կարտայ հայեցակարգն դեր լուծման ձևերը կա, չմանրանա։ Կամ դու այլևս չես լի պետություն։ Վերջացա։
Լավագույն դեպքում կլնես Կալինինգրադսկի օբլաստ կամ Արմյանսկ օբլաստ Ռուսաստանի կազմում, լավագույն դեպքում, եթե հայերը մնացել են։ Մնացածը հեքիաթներ են, այն որ լսում եք այս ընդգությունների ժամանակ ես կգամ սենց քանալ մեկ գա, չի կարա եւ չի կարա անի պրոստը։ Դա ցանկությունից չի, այո, կան մարդիկ, որոնք լավ ղեկավարներ են, կան վատ ղեկավարներ, կան ավելի կաշառակեր, կան պակաս, բայց կա օբյեկտիվ ռեալություն։ Օբյեկտիվ ռեալությունն ասում է, որ դու չես կարող։ Այս երբ որ այստեղ որ կարտա Վիլսոնը երբ որ գծում էր այս 168,000 քառակուսի կիլոմետրեր եւ ելք տալով դեպի ծով, ինքը ասում է սա նվազագույն չափերն է, որտեղ հայ ժողովուրդը կարա ստեղծի կենսունակ պետություն։ Դրանից ցածր Հայաստանի պետությունը չի լինի կենսունակ։ Երբևէ մտածել եք իմ պատասխանը, ոնց եղավ, որ Պոնտոսը, որը երբեք Հայաստան չի եղել, այս երկը բանը, որոշեցին տան հայերին, դա խախտում էր, չէ՞, ինքնորոշման սկզբունքի որի ջատագովը ուսումը շատ պարզ պատճառով, որտեղ ուսումը գրեց, որ քանի որ մենք Կիլիկիան չենք կարող տալ հայերին, զուտեն պատճառով հայեր, ուրեմն դի հայերին ելք տան դեպի ծով, եւ ոչ միայն սերծով ելք տվեցին, այլ նաեւ միջազգային գիտեն, որ Բաթումը որպես միջազգային նավահանգիստ էր տրված բոլոր այդ Հայաստանի Հանրապետության, դա Վրաստանի մաս չէր կազմում։ Նավթիներ միջազգային նավահանգիստ, որտեղ Հայաստանը դիմն սեփական նավամատույց եւ դեպի ուր գնացող երկաթգիծը դիմներ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, անգամ այն հատվածը, որը Վրաստանի տարածքում է։ Հայաստանին տրվեց նաեւ Այաս նավահանգիստը, այսքան նաեւ Էգեան ծովի վրա, Հայաստանին 5 նավահանգիստ տրվեց երեք ծովի վրա, որին գնացող երկաթգիծներ պետք է լիներ Հայաստանի Հանրապետության սեփականություն, որ երկիրը շնչի, որտեղ կա օբյեկտիվ իրողություն։ Հասկանում եք, երբ որ դուք արդեն աշխարհում 33 երկիր կա, որոնք ծով չունեն։ Բացառությամբ եվրոպական երկրների, որոնք Եվրոմիության մաս են կամ այնպես են խնդիր չունեն, Շվեյցարիա կամ մյուսները, մնացած այդ երկրները, որոնք Լատինական Ամերիկա աշխարհի ամենաաղքատ երկրներն են։ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներն են, որոնք ելք չունեն դեպի ծով, Լատինական Ամերիկայում էլ ամենաաղքատ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ, որ այդ սկզբունքը օրինաչափությունը ամենտեղ գործում է։ Հիմա դուք ուզում եք, որ այդ օրինաչափությունը մենք ստեղ խախտենք, ինչի հիմա վրա ենք խախտելու։ Իսկ մենք ինչով ենք լավ այդ աֆրիկացու կամ լատինական Ամերիկա, որ լինելով 29,000 քառակուսի պատերազմի մեջ գտնվող երկիր, որը ռեսուրսների մի զգալի մասը մենք ծախսում ենք, ոնց են զարգանում։ Փոքր բուդկա Իսրայելը ոնց է մեծ սուպերմարկետ։ Փոքր բուդկա Իսրայելը ուրեմն ունի եւ դեպի ծով, փոքր բուդկա Իսրայելը $1 տրիլիոն փոխհատուցում, $1 տրիլիոն օգնություն Գերմանիա, այսինքն 1000 միլիարդ, այսինքն դու 500 տարի պետք է աշխատես, որ այդ օգնությունը ստանաս, օգնություն միայն Գերմանիայից, այդ միայն Գերմանիայից, Ամերիկան տարեկան $4 միլիարդ միայն ռազմական օգնություն է տալի, Ռուսաստանը քանի ինչքան ռազմական օգնություն է մեզ տալիս, 0 Այս ժամանակ բանը ծախում է խնամ զենքերը, մեր վրա ծախում է իր բազայի ծախսերներ մենք ենք օգնում, 70% բազայի ծախսերը մենք ենք օգնում, ահա, դե չունես այդ Բայց եթե ունենք ինչի համար չկա Ահա, այդ ուրիշ հարց, ինչի համար չունես։ Իսկ ով ասեն, որ այդ ռուսական բազայի կողքը, ասենք մի չեն կարելի նաև, ասենք արձանյութականներ, ներ չգիտեմ, ոնց Ղրղստանը արած, չէ։ Ղրղիզները կա խելք ունեին, կարացան $250 միլիոն տարին Ամերիկացիներ փող ստանալ մանասոցականը վարձը, հայերը խոսացող ժողով։ Հետազոտությունները նրանք ստիպված տվին, ոչ թե իրենք։ Ստիպված չտվեց, էդի տված է, ով ասա ստիպված։ Այդ ստիպված փողով տալիս է։ 250 պայմանագրերը ստորագրեց։ Հեղափոխություն, ոչ թե որ հեղափոխություն նկատել, այդտեղ պարբերաբար տենց բաներ ա դինում, բայց խնդիրը մնում է այն, որ դա կարելի է անել։ Եվ կա, իսկ Իսրայելը դու չես կարող համեմատել, որտեղ Իսրայելը իր թիկունքին ունի այնպիսի պետություն, ոնց որ Միացյալ Նահանգներն են։ Հարցն է, հա, դա որ ասեցին 3 նախագահ եկան, ես չեմ կարծում 3 նախագահներից ինչ-որ մեկը փոքր ցանկություն աղմեցել այդ հարցի ինչ-որ լուծում տա, եւ երկրորդը Նժդեհինն էլ ասում է տվեք մի ցեղաշունչ, մի սերունդ ցեղաշունչ եւ ես կլուծեմ բոլոր հարցերը։ Ինչ է կարծում եք հիմա այդ ցեղաշունչ սերունդը լինի մենք չենք լուծի մեր իսկ ուժը։ Իհարկե կարող ենք, բայց եկել եմ ինչ եմ անում, բայց ես թվում է ես չէի կարել ուշտեր ժամանակ անցկացնել, եկել եմ դեսրամասն խոսում, որ գոնե մի 10-20% լսողների ինչ որ կսկսի ուրիշ ձև մտածի եւ այդ սենտը կամաց մեջտեղ կգա։ Սա է հարցը։ Եվ ասեմ ձեզ, երբ որ համակում է, ինչ? Չէ, 3 նախագահներից 20 ոչ մեկ ոչ մի քան չի արեց սերունդ ունենալու համար, հակառակը։
Հա, բայց այդտեղ հարցակա, հա, հակառակ համաձայն եմ, այդ իրողությունն է, բայց դա արդեն մեր հետ կապ չունի։ Ես դեմ չեմ, դիմենք նաև ամեն ինչ անենք, բայց որ ասում եք, եթե այս վիճակով մնա բան, Դե ճիշտ չի։ Հա, ես դու երեք նախագահներից այս արմենասն եթե այս տարածքով մնանք, նայ, ես արմենասն երեք նախագահներից երկուսի հետ այս թեմայի շուրջ խոսացել եմ։ Մի նախագահն ասեց, գիտես ինչ որ նախագահների։ Վերջի Անոնները Մի նախագահն ասեց, ես արդեն ժամկետը մոտենում ավարտին, ես չեմ խորանում սրա մեջ, թողով որ կգա թող զբաղվի, անցավ, նոր նախագահն էլ վարչապետ ժամանակ եմ խոսացել, ասել եմ, ասեց ընտրությունները վերջանա, ընտրությունները գիտեք ինչ են հա, մարտի մեկ ընտրությունից ընտրություն, ընտրում ես բաները, սա անվերջ պրոցես է։ Ես ներկայացրած եմ։ Այս գիրքը հենց բիզնես ծրագիր է։ Այս ծրագիրը։ Ցավը գիտեք որն է։ Ես չկարողացա ասնել նրան, որ նույն այդ մեր ղեկավարությունը լինի ազգային ժողով, լինի չգիտեմ որտեղ, անգամ նրանք ովքեր որ համաձայն չեն, նստեն եւ ինչ որ քննարկումների մասնակցեն, այսինքն sense հարց ու պատասխան ինչ որ բան անեն, անգամ նրանք ովքեր որ դեմ են, այդ մարդը ասում է դեմ է, ասում եմ դու կարդացել ես գիրքը, ասում է չէ, ասում եմ դու ես լսել ես, ասում եմ ինչին ես դեմ, ասում է չի լինի, ասում եմ ինչը չի լինի, ասում է Սևի պայմանագիրը վավերացրել, Ով է Սևի մասին խոսում ընդհանրապես։ Չեմ խոսում, ես խոսում եմ իրավարար վճռի մասին։ Հետո եւ այլ, այսինքն մարդիկ կան ի սկզբանե իրանք այսինքն այդ ձեր գիտեն անում են եւ չի ստացվում այս մարդկանց։ Այստեղ գիտեք ցավը որն է։ Այստեղ կա երկու բան, կա մեր ինքնախաբեություն, որը բնորոշ է ավելի միջին եւ ներքևի sense խավերին, որոնք որ խաբեությունը հետեւյալն է, որ կարելի է ինչ որ մի բան անել եւ բան կլինի, որտեղ իրանք չեն իշխանության։ Իրանք երբ որ են վերև իրանք դա կանեն, իսկ վերևինները որ իրանք վերև են գիտեն որ իրանք ոչինչ չեն կարող անել, նրանք ասում են դե լավ մեջ տարբերություն կանենք թե չեն կանենք, sense ունեցել մեր համար լավ է։ Այսինքն այդ խնդիրը ու այդ process-ը ձևել գնում է, որտեղ այս հարցը բարդ հարց է։ Այս հարցը իսկապես լուրջ Հայոց հարցն է։ Պահանջում, հա, դե հայոց հարցը ի վերջո 100 տարի եւ ավել սրա մեջ են տարբերյա դրսևորումներով։ Սրա համար պետք է ինչ որ այլ մոտեցում է պետք, ռիսկեր է սրա հետ կապված, ընդդիմություն կարող առաջանա, խոսաբան, սա բարդ է, էլի։ Հասկանում եք, երբ որ դուք ասում եք, որ հետո նայեք, ես նորմալ բերեմ կապված են Թուրքի հետ, չէ՞։ Տեսեք, ասեք Թուրքը թվում է որ այս ամբողջին ընկալունակ պետք է։ Ասեք խոսում եք սպանի հետ։ Ասեք մարդն ասում է, կոնկրետ հայտնի մեկն է, որ ասում է նայեք։ Ասում ես դու մեզ ասես ինչ ես ցեղասպանությունով զբաղվում, սանով զբաղվում։ Ասում եմ զբաղվել եմ ինձ փող ապել։ Որտեղ ես ինչ որ փողի համար, ասում փող կտան ցեղասպանության համար, որտեղ փող տվող ասում է իմ մերն է եւ իր նման պարավները, որոնք չեն հասկանում։ Իրանք որ ասում ես ցեղասպանության ճանաչում իրիկը հասկանում է, որ այդ փող տան, ոնց ասած թուրքերի մայրիկը լացացնեն։ Բայց երբ որ դու խոսում ես իրավարար վճիռ, ինչ որ միջազգային դատարան, կոնվենցիա, ասում ինքը չի հասկանալու միևնույն է ինչի մասին է խոսքը, ինքը չի տալու։ Դրա համար ասում առաջինը մշտապես տալու են եկեղեցուն, որտեղ մտածել են, որ հետո դրախ կգնա իրանց օգին։ Երկրորդը տալու են հայ դատին, այն է ցեղասպանության պաշտպանման բան է, ամբողջ աղմուկը, նոր տակ ինչ որ մի բան եթե կմնա, սա կլինի։ Սա հարցը, սա այդ առումով ոչ շահեկան դիրքում գտնվող, այսինքն իրավիճակը, բայց սա պետք չի գոնե այդքան մասսայական, այսինքն եթե որոշ մասնագիտական բաներ լինի, կվերջացնենք։ Դե մենք մի ժամ 45 րոպե արդեն խոսում ենք, երևի վերջի հարցը, նա դուք շատ հասնեցիք, եթե դուք եք չէ հարցնեք, հա։ Նավահանգիստները, որ նշեցիք, դրանք ևս իրավարար վճռով էին։ Այո, իրավարար վճռով էին, որտեղ այս փաստաթուղթը շատ հետաքրքիր փաստաթուղթ է, շատ մանրամասն քննարկում է ֆինանսական հարցեր, տրանսպորտային հարցեր։ Սա իմիջիալոց անգամ 40-ականներին օրինակ է բերվում որպես բացարձակ լավ եւ մանրակրկիտ իրավարար վճիռ։ Իրավարար վճռի մեջ է ներածը։ Օրինակ շատ հետաքրքիր է, դա Վրաստանը ասում է ճորոխի, դուք չգիտեմ, անցել եք Բաքումից դեպի բան, Սարպի անցել եք, չգիտեմ, անցել եք Թուրքիայի սահմանով։ Չգիտեմ, եթե անցել եք, որ տեսեք, որ անցնում եք ճորոխ գետը, հետո երկու գյուղ կա, մեկը Սարպին է։ Հայ-վրացական սահմանը այդ ճորոխ գետն է։ Մենք երբ որ ասում ենք հայ-վրացական սահման, մենակ այս ախալքալակ ախալցխայի կողմն ենք անում։
Այն կողմն էլ կա։ Իսկ հայ-վրացական սահմանը ճորող գետը պետք է լիներ, այդ սահմին Հայաստանի մաս պետք է լիներ, որի արևմուտքը Հայաստան, արևելքը Վրաստան, բայց ատեղից երկաթգիծը պիտի կառուցվեր, դա շատ պիտի գնար Բաթում քաղաքում, իսկ Բաթում քաղաքում պետք է լիներ միջազգային կարգավիճակ ունեցող, եւ ոչ միայն նրանք են որոշել, նաեւ վրացիներն են դրա համաձայնությունը տվել, այսինքն կա այդ նոտաները պահպանված, երբ որ անգլիացիները հանձնեցին Բաթում նոթանին, այդ ծեվա այդ պետք է լիներ, եւ այդ նավահանգիստները, որոնք մասին ասում են, հետաքրքիր է, որ դեպի այդ նավահանգիստները գնացող երկաթգիծը պետք է պատկանար Հայաստանի Հանրապետությանը։ Այդպես կա, հիշեք, որ ժամանակին ռուսական կայսրությունը Չինաստանի լավ երկաթգիծ ուներ դեպի Վլադիվոստոկ, կիտայսկая железная дорога ինչ են կոչվում, այսինքն ինքը անցնում էր Չինաստանի տարածքով, բայց հանդիսանում է ռուսական սեփականություն։ Այդ նման կարգավիճակ էլ դա պետք է լիներ։ Դե լավ, ինձ թվում է սարով ավարտենք,